Պարոն Դանիելյան, խնդրում եմ գնահատեք Նիկոլ Փաշինյանի գործողությունները եկեղեցու դեմ սահմանադրության տեսանկյունից։ Բնականաբար սահմանադրության տեսակետից դա ակնհայտ խախտում է, եւ այդ սահմանադրության խախտումները նոր չի սկսվել է 18 թվականից, հենց առաջի իսկ օրերից, երբ որ ինքը արդեն դեռ գալիս էր իշխանության, բայց չէր եղել։ Ինչ է նշանակում Հայաստանը կամ վարչապետ չունենա, եթե վարչապետ չլինեմ, չէ, ակնհայտ սահմանադրության խախտում է, եւ դրա համար ինքը պետք է ձերբակալվեր, բնականաբար։ Դրանից հետո մարդկանց կոչ անել շրջափակել ազգային ժողովը եւ որոշումներ պարտադրել։ Դրանից հետո դատական նիստերին մարդկանց ուղարկել եւ ասել դատարանը պետք է անի այն, ինչ որոշում է ժողովուրդը, որտեղ դատարանները պատկանում են ժողովրդին։ Դա նույնպես սահմանադրական կարգի խախտում է, որտեղ դատարանները ենթարկվում են սահմանադրությանը եւ օրենքներին։ Դրանից հետո դատարանների շրջափակումն է, երբ որ կառավարության ղեկավարը կոչ անում դատարանները շրջափակել։ Նման դեպք աշխարհում չի եղել եւ նաեւ այսպես կոչված միջազգային հանրությունը դա շատ նորմալ ընդունեց։ Հետո սահմանադրական դատարանի փոփոխությունը կազմի հակասահմանադրական եղանակներով, դրանից հետո դատավորների ձերբակալություններ կամ հետապնդումներ եւ այլն, այսինքն սահմանադրական կարգը խախտվել է Հայաստանում բազմաթիվ անգամ 18 թվականից սկսված։ Հիմա նույնպես հերթական հակասահմանադրական ակտ է կատարվում, որտեղ որևէ տրամաբանություն գոյություն չունի։ Այսինքն ինքը որոշում է, որ կաթողիկոսը այլևս կաթողիկոս չի, կարգալույծ է, ինքը որոշում է, որ ինչ-որ նոր եկեղեցի պետք է լինի, ինքը որոշում է, թե պետք է ստուգի հոգևորականների բարեվարկությունը, ինքը որոշում է, թե այն հոգևորականները, որոնք իր կողմն են անցել, արդեն նրանց մեղքերին թողություն է տալի, որտեղ բազմաթիվ տվյալներ կան նրանց ապրած կյանքի մասին, եւ ինքը ասում է, որ միացել են ինձ, ուրեմն ամեն ինչ նորմալ է, իրանք մաքրման գործընթացի մեջ են գտնվում։ Ակնհայտորեն սահմանադրությունը հերթական անգամ խախտվում է եւ պետք է փաստել, որ մենք արդեն ապրում ենք մի երկրում, որտեղ սահմանադրությունը չի գործում։ Հիմա դրանից ինչ հետեւություններ պետք է անել, դա արդեն մի քիչ ռետորական հարց է։